Բարև ձեզ սիրելի հետևորդներ եւ դիտողներ։ Այսօր կխոսենք փոլոգ երկվորյակների դեպքի մասին, որը մինչև հիմա համարվում է ամենահայտնի օրինակներից մեկը նախկին կյանքի հիշողությունների մասին պատմություններում։ Պատմությունը սկսվում է 1957 թվականին Անգլիայում, Հեքսհեմ անով փոքր քաղաքում։ Փոլոգ ընտանիքը ապրում էր խաղաղ ու սովորական կյանքով։ Նրանք ունեին 3 երեխա, որոնցից երկուսը՝ Ջոանը 11 տարեկան և Ժակլինը 6 տարեկան, մեկ օրում մահացան ավտովթարի հետևանքով։ Ծնողները Ջոնն ու Ֆլորենսը ամբողջովին կոտրվեցին։ 2 երեխայի կորուստը նրանց կյանքը վերածեց ողբերգության։ Անցավ 1 տարի։ 1958-ին Ֆլորենսը նորից հղիացավ։ Նա սպասում էր 1 երեխայի, բայց ծննդաբերության ժամանակ պարզվեց, որ պատրաստվում է դառնալ երկվորյակների մայր։ Նրանց կոչեցին Ջենիֆեր և Ջիլիան։ Այստեղից էլ սկսվեց ամենաանսովորը ու տարօրինակը։ Երբ երկվորյակները սկսեցին մեծանալ, ծնողները նկատեցին բաներ, որոնք հոգեբանությամբ բացատրելը շատ դժվար էր։ Օրինակ, նրանք ունեին հիշողություններ այնպիսի վայրերից, որտեղ երբեք չէին եղել։ Երկվորյակները սկսեցին նկարագրել իրենց տան հին սենյակները, այն սենյակները, որտեղ ապրում էին մահացած Ջոանն ու Ժակլինը, բայց Ջենիֆերն ու Ջիլիանը երբեք դրանք չեն տեսել։ Այդ սենյակները փոխվել էին մինչև նրանց ծնվելը։ Նրանք ունեին նույն խորը վախերը, ինչ ունեցել էր Ժակլինը։ Մեծ աղջիկը Ժակլինը վախենում էր մեքենաներից, հատկապես շարժվող ավտոբուսներից։ Նույն վախը ուներ նաև Ջենիֆերը։ Երբ ընտանիքը դուրս էր գալիս զբոսանքի, աղջիկները երբեմն սարսափով ասում էին. «Մեքենան մեզ կդիպչի», նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան հեռու էր։ Նրանք ունեին նաև նույն խաղալիքները, նույն նախասիրությունները, որը երբեմն հասնում էր աբսուրդի մակարդակի։ Երբ ծնողները բերեցին մահացած աղջիկների խաղալիքները, երկվորյակները անմիջապես ճանաչեցին դրանց մեծ մասը։ Նրանք գիտեին, որ խաղալիքը ումն էր, ինչպես են դրանցով խաղում, նույնիսկ անունները հիշում էին։ Նույն մարմնական նշաններ ևս կային։ Ջենիֆերի վրա հայտնաբերվեցին նշաններ, որոնք ուներ մահացած Ժակլինը, ճակատին փոքր սպի։ Երբ երկվորյակները դարձան մոտ 5 տարեկան, բոլոր այս տարօրինակ երևույթները սկսեցին անհետանալ։ Նրանց հիշողությունները կարծես մարեն, և նրանք դարձան սովորական երեխաներ, բայց ծնողները համոզված էին, որ իրենց ընտանիքում տեղի էր ունեցել ինչ-որ անսովոր բան։ Այս պատմությունը հետագայում ուսումնասիրեցին բազմաթիվ հոգեբաններ, այդ թվում հայտնի գիտանակ Յան Ստիվենսոնը, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է վերածննդի դեպքերը։ Նա նշեց, որ փոլոգ երկվորյակների պատմությունը համարվում է ամենաուշագրավ դեպքերից մեկը, քանի որ այնտեղ շատ հստակ նմանություններ կային մահացած և նոր ծնված երեխաների միջև։ Արդյոք սա իսկապես նախկին կյանքի հիշողություն էր, թե պարզապես տարօրինակ զուգադիպությունների շարք, դա մինչև այսօր հստակ պատասխան չունի։ Սակայն փոլոգ երկվորյակների պատմությունը շարունակում է մնալ ամենահայտնի և ամենաքննարկված առեղծվածներից մեկը։ Շնորհակալություն դիտելու համար։ Եթե ձեզ հետաքրքրում են նման պատմությունները, բաժանորդագրվեք Արիքին, լայքեք տեսանյութը և մեկնաբանություններում գրեք, թե ինչ պատմություն կցանկանաք լսել հաջորդիվ։